Արարատը հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է, սակայն հայ ժողովրդի համար այն ավելին է, քան լեռը։ Այն խորհրդանշում է հայկական պետականությունը։ 1918-ից 1920-ական թվականներին Հայաստանի առաջին հանրապետությունն անվանել են Արարատյան հանրապետություն կամ Արարատի հանրապետություն։ Արարատը ցեղասպանության և կորսված տարածքների խորհրդանիշ է։ Այն հայ ժողովրդին միշտ հիշեցնում է իր ողբերգության մասին։ Այսօր մենք մի փոքր, բայց ըստ շատ մեծ ակցիայի ենք պատրաստվում։ Նպատակն այն է, որպեսզի թույլ չտանք, որ այս փոքրիկ, չգիտեմ, առանձին ցեղախմբեր են, որ հայտնվել են մեր կյանքում, որոնք երևի թե մեզ հետ ոչ մի կապ չունեն, ավելի ճիշտ հեչ կապ էլ չունեն, որովհետև ոնց կարող է հայ մարդը ուզենալ խլել մեզնից Արարատի մասին միտքը, չէ՞ որ Արարատը միայն մեր միտքը չի, Արարատը մեր սիրտն է, որովհետև Արարատով մենք ճանաչում ենք մեր ցավը, մեր ողբերգությունը, մեր կորուստները, եւ Արարատը այդ վեհ իմաստուն լեռը վկան է, որ մենք պետք է ետ բերենք այն, ինչ կորցրել ենք, ճիշտ է, մարդկային կորուստներ ետ չենք բերի, բայց Արարատը հենց դրա համար է, որպեսզի ինքը մեզ հուշի ինչպես շարժվել, ինչպես վերածվել արարատյան մարդու, արարատյան հայի, որ էլ չլինեն կոտորածներ։ Արարատը սուրբ բիբլիական լեռ է, որը խորհրդանիշ է ոչ միայն մեր հայության, այլ ամբողջ քրիստոնեության համար։ Արարատը մեզ ուժ է տալի վերածնվելու և վերապրելու։ Արարատը իմաստուն հուշարան մեր վեհագույն։ Hi guys. Hi guys. Thank you. What mountain is it? Beautiful. Yes, beautiful. Ararat, yes. What do you know about Ararat? Who does it belong? Yeah. Whom does it belong? Yes. India. India? No, it doesn't belong to India, it belongs to Armenia. You know Ararat, yes? Yes. So it's our mountain. It's normal full English no. But Ararat is Armenian mountain. Yes. Oh. You can take. You take it? No, you can take it and stick somewhere. Somewhere, stick. It's a sticker. Okay. Bye, thank you. Արարատի համար ինքը աշխարհի մակարդակով համար առաջինն է։ Որպես քրիստոնյա ինքը բիբլիական լեռն է, որը հաստատում է Աստվածաշնչով, որպես լեռ աննկարագրելի է։ Արարատի համար իմ պատվանքն այն երկիրն է, իմ Հայաստանն է։ Այսքանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Արարատը իմ համար ներկա է, իմ համար եղել է անցյալ, լեգ լինելու է ապագա, ոչ մեկ, ոչինչ չի կարելի։ Դա է պատրաստ։ Ինձ այս թղթերը պետք չեն։ Սրեք ինձ որ ինձ։ Իմաստը չեմ գնում։
Դա պետք է լինի հոգու մեջ։ Ոչ թե թղթի վրա, հոգու մեջ։ Ճիշտ է։ Իր ձեր համար ինքը Արարատը։ Այո, Արարատը այդքան բան է ձեր համար։ Եթե հայ, ուրեմն Արարատ։ Այո։ Դու կարատի գագասին։ Ես խոսքով։ Ոչ եմ կարել։ Ինչ է Արարատը ձեզ համար։ Կյանք։ Արարատը սա է մեր համար։ Արարատը սա է մեր համար։ Արարատը նորից դա է մեր համար։ Արարատը մեր կյանքն է։ Շնորհակալություն մենք դարձնած։ Արարատը Facebook-յան էջի վրա առանց դրա կյանք չկա։ Բախ, սանձես։ Այո, Օգտատերների ակտիվացվել են դատաները։ ոգեշնչման։ Ոգեշնչման ակտիվ։ Հրաշա։ Ես լացեմ։ Հա։ Այո։ Ինչ սիրուն ես աս։ Շորա։ Ինչն է Արարատը։ Ինչ ես դու զգում Արարատը։ Կարող են ջնջել Արարատը մեր հոգուց, մեր մտքից, մեր սրտից։ Ուզում եմ ասեի հոգու մի մասնիկ, որտեղ կարող են ջնջել մեր Կարող են։ հոգուց, իհարկե չեն կարող, որտեղ դա մեր հոգու մի մասնիկն է։ Հրաշալի։ Արարատը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել մեր մեծերի համար։ Անի որ այս պահին գտնվում ենք Աղբիկ Իսահակյանի արձանի մոտ, հիշենք նրա հրաշալի բանաստեղծություններից մեկը։ Արարատի ծեր կատարին դար է եկել վայրկյանի պես ու անցել։
Անհուն թվով կայծակների սուրն է բեկվել ադամանդին ու անցել։ Անհուն թվով կայծակների սուրն է բեկվել ադամանդին ու անցել։ Ահախուչապ սերունդների աչքն է դիպել լույս գագաթի ու անցել։ Հերթը հիմա քոնն է, մի պահ դու էլ նայիր սեկ ճակատի ու անցիր։ Այսօր մենք Արարատի մասին պատկերներ փոխանցեցինք բաժանել ժողովրդին հասկանալու համար ժողովրդի վերաբերմունքը մեր ազգային խորհրդանիշների եւ ոչ միայն մեր ազգային, այլ համաքրիստոնեական խորհրդանիշ Արարատ լեռան մասին։ Արարատ լեռը բացի այն, որ ունի շատ զգացմունքային նշանակություն մեր համար, որը նաև արտահայտվել է գրականության, հատկապես բանաստեղծությունների միջոցով Ավետիք Իսահակյանի, Շիրազի, Չարենցի մոտ իրենց բանաստեղծություններում, նաև ինքը ունի աշխարհաքաղաքական թե համաքրիստոնեական նշանակություն, որն էլ կա արդեն ոնց որ ոչ միայն մեր գիտակցական զգացմունքային ոլորտում մեր համար կարևորություն, այլ նաև մեր գիտակցական եւ նպատակադրումների առումով մեր համար շատ կարևոր։ Արարատ լեռը մեր համար մարդիկ շատ ժամանակ ասում են, որ մերն է հոգով, սրտով, ամեն ինչով, մեր անցյալով, մեր ապագայով, բայց մարդկանց զգալի մասը նաև չգիտի, որ նաև միջազգային իրավունքի, մասնավորապես իրավարար վճռի միջոցով հաստատվել է, որ դա Հայաստանի Հանրապետության տարածք է եւ մեր ճշնամիների տարածքների կրճատումը, մեր գրավումը, զավթումը մեր տարածքների նպատակը նա է, որ այն կենսատարածքը, որ հայ ազգը որ պետք է ունենա, որը կարողանա իր պոտենցիալը անվտանգ ու երջանիկ ապագան կառուցի, այդ պոտենցիալը չկարողանա ունենա ու մեր ճշնամիների համար սպառնալիք չլինի։